Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մեհրաբյան։ Բարև ձեզ։ Պարոն Մեհրաբյան, տևական ժամանակ է տեսնում ենք գործընթաց, այն է կաթողիկոսին հեռացնելու կամ հանգստի ճանապարհելու այս գործընթացը, որը միաժամանակ եւ եկեղեցու ներսի սպասավորներն են այսպես ակտիվ այդ գործընթացին սատարում եւ վարչապետը իր հայտարարություններով եւ գործողություններով երեք էլ ուխտեր տեղի ունեցավ, որի ժամանակ վարչապետը հայտարարություններ արեց, մասնավորապես նշեց, որ եկեղեցին գործում է աղանդավորական տրամաբանության մեջ, եկեղեցու վերնախավը հերձվածի մեջ եւ պիտի եկեղեցին հերձվածի ձեռքից վերցնեն, վերադարձնեն ժողովրդին, նախ ընդհանուր առմամբ ինչ է տալիս այս, ինչ տվեց ուխտերթը այս գործընթացին, նաեւ օրերս այդ հայտարարության տեքստը, համակարգող խորհուրդը, որ ստեղծվեց, ինչ է տալու դա գործընթացին, գործնականում որևէ բան փոխվելու է, թե տրամաբանական շարունակության մեջ է մտնում։ Նախ ես ողջունում եմ այն, որ պետությունը ավելի ակտիվ եւ նպատակային ձևով է ուրեմն ներգործություն իրականացնում եկեղեցու ներսում տեղի ունեցող process-ների վրա, ընդ որում անմիջապես չմիջամտելով դրան, այլ սատարելով նրանց, ովքեր այսպես բարենորոգման շարժում են սկսել եկեղեցու ներսում, եւ ես տեսնում եմ, որ ել ավելի այսպես ներգրավվելու դաշտ կա այստեղ եւ պետք է արվի եւ պետք է շատ արագ լուծվեն հարցերը, սա չպետք է շատ երկարի, որովհետեւ մենք տեսնում ենք, որ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը այլևս ի վիճակի չէ հայ առաքելական եկեղեցին ղեկավարել, հետևորդներին առաջնորդել, իր առաքելությունը Գրիգոր Լուսավորչի գահին իրականացնել եւ այդ ամենը ընդհանրապես վտանգում է մեր եկեղեցին։ Հետևաբար այնինչ պետք է կտրվի եւ երկարաձգումը միայն վատթարացնելու է իրավիճակը։ Այդ մասին գետ այդ եպիսկոպոսաց դասի այն 10 ներկայացուցիչները, որոնք այդ բարենորոգման շարժումն են գլխավորում, արդեն ուղիղ մատնացույց են տալիս, որ ընդհուպ գործը հասել է մինչև կադրային խնդրի։ Ճեմարան չեն գնում, արդեն եղած սարկավագներն են հեռանում եկեղեցուց, մենք տեսնում ենք, որ Էջմիածնում Սուրբ Էջմիածնի մայր տաճարում այդ ժամերգություններին, պատարակներին շատ քիչ մարդ է գնում, այդ ամենը ցույց տվեց նաև ամսի 5-ի եւ ամսի 6-ի արարողությունները, երբ տոնը մեկն է, բայց այսպես ասենք երկու գրավիտացիայի կենտրոն կար, հա։ Ամսի 5-ին Սուրբ Էջմիածինը եւ Սուրբ Սարգիսը ձեր հարևանությամբ, իսկ ամսի 6-ին էլ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին եւ նույնպես մայր տաճարը եւ տեսեք ուղղակի մարդկանց թվականակի տարբերությունը։ Այս ամենը պետք է ազդակ հանդիսանար ամենայն հայոց կաթողիկոսին միակ ճիշտ որոշումն ընդունելու համար, բայց նա իր տարիքին եւ անցած ճանապարհին ոչ վայել համառությամբ ոչ միայն կարճած է մնում, ընդհանրապես որևէ նշանակություն չտալով այն խնդիրներին, որոնք ուրվագծված են տասնամյակներով մեր եկեղեցում, այլև նույնիսկ այսպես ագրեսիվ նոտաներով, ուղերձներով է հանդես գալիս, ինչը խոսում է գալիս է հաստատելու այն, ինչից սկսեցինք մեր խոսակցությունը, այն է, որ նա ուղղակի ի վիճակի չէ իր ֆունկցիաները կատարելու, իր առաքելությունը կատարելու։
Հետևաբար այստեղ պետք են պետության կողմից ավելի մեծ աջակցություն այդ բարենորոգման շարժմանը եւ նաեւ այո պետության միջամտությունը եւ վարչապետը դրա մասին ուղիղ տեքստով էլ ասաց, որ մենք թույլ չենք տա, որ եկեղեցին գործի պետության դեմ, վերջակետ։ Չի կարող լինել այլ բան։ Եվ այստեղ պետությունը պետք է ինչպես ասում են, այս գործը հասցնի իր տրամաբանական ավարտին։ Գարեգին II կաթողիկոսը պետք է պատվով գնա հանգստի։ Ինչու պատվով, որովհետև կաթողիկոս ինստիտուտի պատիվը մեր բոլորի պատիվն է եւ մեր ուղակի շահագրգռվածությունն է, որ դա հենց այդպես տեղի ունենա։ Նույնիսկ եթե ինքը Գարեգին II այդ ամենը չի գիտակցում կամ այդ ամենին այսպես հանդիմանում է միանգամայն իռացիոնալ ձևով անհասկանալի է թե հույսն ինչի վրա է դրել։ 1 եւ երկրորդը այստեղ այո արկա է ազդեցությունների մի համախումբ, հա, որը թույլ չի տալիս նրան գալ այդ միակ ճիշտ որոշմանը։ Իսկ ինչպես թույլ չի տալիս։ Սպառնում է վախեցնում։ Ներքին ազդեցություններն են։ Դե այսպես ասենք կորպորատիվ համերաշխությունը թարս հասկացած ձևով, հա, թույլ չի տալիս ռացիոնալ որոշման գալ, դա մեկ, դա ներսից, իսկ դրսից էլ այստեղ այո, ակնհայտ է, որ դրսից եւս ազդում են իր վրա, որովհետեւ իր եղբայրն էլ KGB-ի ագենտ եղբայրը այնտեղ մնում է որպես պատանդ ֆաշիստական Ռուսաստանում եւ դա եւս նրան կաշկանդում է։ Իդեպ նա հերքել էր այդ լուրերը, ասել էր, որ սուտ են։ Ոչ ասի, հա, ագենտ եմ եղել, հիմա էլ շարունակում եմ լինել, ասենք FSB-ի բարձր հովանու ներքո, դուք նման բան եք սպասում։ Պարզա է պետքա հերքի։ Թող հերքի։ Դա ի՞նչ է փոխում։ Նա կարող է նաև հերքել, որ այդ Պուտինից մեդալ ինքը չէր ստանում։ Հերքելով հում չի։ Ես հասկանում եմ, որ աներեսությունը, մարդկային աներեսությունը սահման չունի, ինչպես եւ տիեզերքը։ Հա, բայց կներեք։ Պարոն Մերհաբյան, դուք հիմա ասում եք, որ կաթողիկոսը պիտի խոհեմ գտնվի եւ ճիշտ որոշում կայացնի, քանի որ այլևս ի վիճակի չէ ղեկավարել հայոց եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին եւ իր հոտը, բայց տեսեք, ներսից էլ հայտարարություններ են լինում, օրինակ նույն Մայրաթորի հայտարարությունը նրա մասին էր, որ այս նոր հանձնախումբը, ստեղծված խումբը հակասահմանադրական է, խախտում է սահմանադրությունը։ Դուք ով եք։ Դուք սահմանադրական դատարան եք, որ որոշում եք խախտում է թե չի խախտում։ Այդ ինչ իմացաք խախտում է թե չի։ Ասում են եկեղեցում հերձվածներ են առաջացնում այդ կերպ։ Ամարտ այդ տերմիններով այդ ժանգլյորություն անելը արդեն դարձել է բերանի ծամոն, հա։ Բառերն արժեզրկվել են։ Արդեն բերաններից ինչ ասեք շաղ են տալիս, ուղեղներն անջատած։ Այդ հասկացանք այդ բաները ուղղակի էլ իմաստ էլ չունի բովանդակային այսպես անդրադառնալու։ Ի վերջո խոսքը մի բանի մասին է, եկեղեցին չի կարող գործել պետության դեմ, վերջ, այդ մնացած այդ էկվիլիբրիստիկան, որով նրանք հանդես են գալիս, կոպեկի արժեք չունի, ինչպես նաև կոպեկի արժեք չունի իրենց բոլոր խոսքերն իրար հետ վերցրած։ Այսինքն սա ազգային անվտանգության հարց է։ Սա ազգային անվտանգության հարց է եւ պետության պարտականությունն է, այլ ոչ թե իրավունքը, պարտականությունը կրկնում եմ։ Այլ ոչ թե նախապատվություն, ճաշակ, չգիտեմ։ Պարտականություն, այո, պետությունն ապահովագրել նման վտանգից, որն իրենից այսօր ներկայացնում է Գարեգին II կաթողիկոսը իր շրջապատի հետ անմիջական։ Վերջ։ Եվ պետությունը պետք է իր այդ պարտականությունը կատարի։ Ինչպես նաև միջամտությունից էիք խոսում, պարոն Այո, միջամտությունից էլ։ Ինչ միջամտության մասին է խոսքը։ Բոլոր օրենքով չարգելված միջամտությունների մասին է խոսքը։ Միջամտություններ, որոնք բխելու են օրենքից։ Եվ դա է, որ պետք է ճանապարհ բացի, արդեն
Գարեգին երկրորդի հեռանալուց հետո եկեղեցու բարենորոգման։ Մեր եկեղեցին մոտ 100 տարով հետ է մնացել, օբյեկտիվորեն հետ է մնացել կյանքից։ Դե որովհետև պետություն չենք ունեցել, դա եղել է փոքրամասնության եկեղեցի, որի ֆունկցիան է եղել պահպանել գոնե այդ փոքրամասնությունը իր գոյությամբ։ Այդքանով եկեղեցին հարցը լուծել է, բայց ոչ ավելին։ Իսկ հիմա պետք է արդեն առաջ նայել, այո, հայ առաքելական եկեղեցին պետք է լինի ժամանակակից աշխարհի հարցերին պատասխան ունեցող ժամանակակից եկեղեցի, որը պետք է հայ ժողովրդին։ Պետք է հայ ժողովրդին։ Իսկ Գարեգին երկրորդն ի վիճակի չէ այդ ֆունկցիան եկեղեցու կատարել, այդ բարենորոգումը կատարել։ Իսկ այնտեղ այդ մի շրջանակ կա, որը ուղղակի վերածվել է արգելակի այս անհրաժեշտության իրականացման ճանապարհ։ Իդեպ, եթե ընդդիմադիր շրջանակների նկատի ունեք, մայրաթորում էին երեք։ Ընդդիմադիր չկա։ Դրանք կրկնում եմ, եկեք ճշտենք տերմինաբանությունը։ Նրանք ընդդիմադիր չեն։ Նրանք հիմա բոլորը, չգիտեմ, հոգևորականի շորեր են հագնում, շոուներ են ցույց տալիս, խաչակնքվում են, այնպես թատերականացված, բեմականացված, իրենց դնում են հավատացյալի տեղ, Աստծո անունն են զուր տեղը տալիս, որը պատվիրաններից մեկի խախտում է։ Ինչի համար։ Դե որովհետև այս 5-րդ շարասյունը եւ 6-րդ պալատը, որը ընդհանրապես ամոթի զգացում ունի եւ ամեն ինչ որ անում է առանց կարմրելու, դա անում է, որովհետեւ հարց է դրված, որ կաթողիկոսը պետք է գնա հանգստի։ Եթե պայմանականորեն ասենք հանկարծ ստացվի այնպես, որ կրկեսի տանորենը պետք է փոխվի, հա, նրանք բոլորը կհակնեն, չգիտեմ, ծաղրածուների շորեր ու կընկնեն մեյդաններում կսկսեն ինչ-որ իրենց դնել ծաղրածուի տեղ։ Ասենք վարժեցնողին որ դնի, ուզենան փոխեն, իրենց մեյմունի տեղ կդնեն եւ այլն եւ այդպես շարունակ։ Այս ամենը, ուղղակի էլ եմ ասում, այս ամենը ուղղակի մի գավառական բալագան է հիշեցնում։ Բոլոր բառիս ամենալայն իմաստով եւ սրան պետք չէ լուրջ վերաբերվել։ Ընդհանրապես իրենք ոչ մի բան են, իրենց անունն է ոչ մի բան։ Եվ այս թեմայի շուրջ վերջին հարցը սպառնում էր Հեբեն, քանի որ Ասողիկ Կարապետյանը այսպես որպես կանոն միշտ արտահայտում է այդ եկեղեցու հավաքական դիրքորոշումը, եկեղեցու վերնախավի հավաքական դիրքորոշումը, Ասողիկ Կարապետյանը նախ զգուշացնում է 10 եպիսկոպոսներին, որ ամենի չափ ու սահման ունի եւ Գարեգին երկրորդը կարող է ինչ-որ պահի գնալ այլ քայլերի եւ հետո ասում է կապ չունի 10 եպիսկոպոս, թե ավելի մեծ քանակով եպիսկոպոսներ կընդվզեն։ Գարեգին երկրորդը չի հեռանալու եւ վերջ։ Այսինքն մինչ այդ եկեղեցուցել էին ասում, նույն այդ Շարասյան ներկայացուցիչները ասում էին՝ մի խառնվեք եկեղեցու գործերին, ներսում իրենց հարցերը կլուծեն։ Հիմա երբ որ ներսից կա ընդվզում, ասում են կապ չունի 10 եպիսկոպոս, թե հետո 20, հետո 100, Գարեգին երկրորդը չի հեռանալու։ Պատասխանեցիք ձեր հարցին, արդեն ձեր իսկ հարցադրմամբ։ Այս ամենը խոսում է այդ մարդկանց ուղղակի անսահման անադեկվատության մասին։ Ես չգիտեմ սրան ինչ մեկնաբանեմ, սրա ինչը մեկնաբանեմ։ Մեկ երկրորդը այդ սպառնալիքն ինչա կարգալույց անել, ինքը դրա լիազորությունը չունի։ Հիմքը չունի։ Որևէ ձև։ Կանոնիկ հիմքը չկա դրա։ Դրա մասին բազմիցս ասացին եւ այս անիմաստ հոխորտանքը որևէ մեկին չի տպավորում եւ չի կարող տպավորել եւ ընդհանրապես կարող է խոսել միայն այս մարդկանց անլրջության մասին։
Անդրադառնանք նաև այլ հարցերի, պարոն Մեհրաբյան, վերջին օրերին հատկապես Իլհամ Ալիևի վերջին հարցազրույցը, այստեղ գիտեք, որ նույն շրջանակները խորհրդարանական ընդդիմությունը, որոնց դուք այլ կերպ եք անվանում, խորհրդարանական ընդդիմությունը, որ շատ է սիրում ցիտել պարբերաբար Ալիևյան խոսույթները բերել ներհայաստանյան տիրույթ, վերջի շրջանում ինչ-որ բան է բաց թողել վերջին հարցազրույցը մասնավորապես, բայց նաև հետաքրքիր է հասկանանք, թե ինչու ենք տեսնում նման կառուցողական Ալիև, ինչով է դա պայմանավորված, արդյոք աշխարհաքաղաքական այս վերջին զարգացումների հետ կապ ունի այն, որ Ալիևը սկսել է խոսել խաղաղության մասին, ասել է, որ 2025 թվականը շատ բարենպաստ էր Հայաստանի եւ Ադրբեջանի համար, որովհետեւ վերջապես ունեցանք խաղաղություն, հիմա այդ խաղաղությունը, այսպես ասած, փայփայելու ճանապարհին ենք եւ նաեւ խոսում է, մեջբերում եմ, Հայաստանը կարող է դուրս գալ ներկայիս փակուղային վիճակից, Ադրբեջանի եւ Հայաստանի միջև ճանապարհները կբացվեն, Թուրքիայի եւ Հայաստանի միջև ճանապարհներ կբացվեն, Հայաստանը մուտք կունենա Իրանի երկաթուղիներ Նախիջևանի միջոցով, Ռուսաստանի երկաթուղիներ Ադրբեջանի միջոցով։ Այստեղ որ նաև այո Թուրքիայի երկաթուղիներով դեպի Եվրոպա։ Այդ Ալիևը չի նշում։ Եվ ասում է, որ սա ձեռնտու է երկու կողմերի համար, ինչպես Հայաստանի, այնպես Ադրբեջանի եւ պարտվող կողմ այստեղ չկա։ Այո, չկա եւ չպետք է լինի։ Դե Ալիևը կառուցողական է լինում երբ որ չի կարող կառուցողական չլինել։ Կառուցողական չլինելը, երբ այսպես ասենք, ունի անհաղթահարելիորեն բարձր գին կամ ստանում է այդ գինը, Ալիևը դառնում է կառուցողական։ Զուտ ժամանակագրական առումով ֆիքսենք, երբ տեղի ունեցավ այս հայտարարությունը, հա։ Ամերիկյան պատվիրակության հետ հանդիպումից հետո։ Ալիևը շատ է ուզում, որպեսզի Միացյալ Նահանգներում վերածվի 907 բանաձևի, 907 ուրեմն բանաձևը, հա, դրա վերացմանը մի ճանապարհ կա, խաղաղության պայմանագիր Հայաստանի հետ եւ հարաբերությունների նորմալացում։ Ամերիկացիները պարզ բացատրել են իրեն։ Նաեւ ըստ ամենայնի մատնացույց են արել այն սիմպտոմներին, որոնք կան, որ Ալիևը աջ ձեռով այո խաղաղություն է կառուցում Հայաստանի հետ, բայց ձախ ձեռով էլ նաև իր համար այսպես ռեզերվային տարբերակ է նախապատրաստում այդ ամենը մի օրվա մեջ մի կողմ դնելու համար եւ ասենք թե արևմտյան Ադրբեջանի ռազմավարություն գործի դնելու ուրեմն հարթակ նախապատրաստելով իրեն, որովհետև այդ կազմակերպությունը պետականորեն ֆինանսավորում է Ադրբեջանի կառավարությունը։ Եվ այո, Հայաստանի կառավարությունը պետք է Ալիևին ուղղակի հորդորի փակել այդ կազմակերպությունը, որովհետև դա անիմաստ լարվածություն է ստեղծում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Եվ անիմաստ տեղը խոչընդոտում է այդ խաղաղության ընթացքը, որին ինչպես ինքն է Ալիևն ասում, ձեռնտու է եւ Հայաստանին եւ Ադրբեջանին եւ մենք պայմանավորվել ենք այն մասին, որ մենք հարգում ենք միջազգայինորեն ճանաչված սահմաններն իրար եւ անվերապահ ինքնիշխանությունը այդ սահմաններում յուրաքանչյուրիս։ Ճիշտ է։ Բայց հիմա այնտեղ էլ մի ծալապակաս մի նախկին արտգործնախարար կա, որը վերածվել է շարքային պրոպագանդիստի, Թոֆիկ Զուլֆուգարովը, որ ասում է մեղրիով անցնող ճանապարհը Ադրբեջանի Հանրապետության սեփականությունն է։ Պարզապես նման հայտարարությունները անելուց հետո անպատիժ ձևով, ուրեմն ամենը հաշվի առնելով Ադրբեջանի քաղաքական համակարգի առանձնահատկությունը առանց հավանության վերևից չի արվում։ Ժամանակ պետք է հասկանալ լավ էս ինչ են անում։ Դա առաջ է։ Եվ հիմա Ալիևն ինքն է հանդես գալիս այսպիսի հայտարարությամբ։ Սա շատ սիմպտոմատիկ է եւ սա նաեւ Հայաստանի համար եւս պետք է ցուցիչ հանդիսանա, թե որ ազդեցություններն են արտաքին նպաստում խաղաղությանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ որ արտաքին ազդեցություններն են անում դրա տրամագծորեն հակառակը։
Իսկ Վենեսուելայում տեղի ունեցածը Զուլֆուգարովի հայտարարությունը, հա, դա սնուցված է Ռուսաստանի կողմից, որովհետև սովետներ որոշում ընդունեց, որ Մեղրիի հատվածը երկաթուղու 60-ականներին անցնի ադրբեջանական երկաթուղիների կառավարման ներքո։ Եվ հիմա ռուսները բզբզում են այդ թեման։ Մինչև հիմա ասում են առանց մեզ թրիփ չի կառուցվի եւ այլն եւ այդպես շարունակ։ Մենք կոնցեսիոներ ենք։ Այդ կոնցեսիոներների ասեմ ձեզ, այդ կոնցեսիայի տակ գտնվող երկաթուղի երկաթ գծով երթևեկող շարժակազմը Երևան-Գյումրի վրան Գյորգիևսկի լենտոչկա են նկարում արդեն։ Բայց չհասկացա, այս մի հատ հեռախոս չեք վերցնում, զանգեք, ասեք, ես դուք տեղը չեք բերում, դուք որտեղ եք աշխատում։ Այդ գնացքի վրա ինչ կարող է նկարած լինել, ինչ կարող է չլինել եւ ինչ պետք է չլինի։ Ձեր պետական սիմվոլները գնացեք ձեր հորտան պատերին նկարեք, ոչ թե մեր երկրով երթևեկող շարժակազմերի։ Հասկանում եք։ Իսկ դա տեղավորվում է հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ վերջին շրջանում ամենաշատ խոսվող։ Իհարկե, ու հիբրիդային պատերազմին էլ տիրություն անել է պետք, ոչ թե նենց սելեկտիվ էլի։ Խոսել, բայց հետո ասել դե բան էլի, մենք ընդամենը նոր ենք սովորում, չգիտեմ եւ այլն եւ այդպես շարունակ։ Դա չի։ Բայց տեղի ունեցող գործընթացները նաև նրա մասին չեն, որ ամեն դեպքում տիրություն անում են հիբրիդային պատերազմին։ Նոր սկսել են, բայց էլի շատ սելեկտիվ ձևով, որովհետև դա ենթադրում է, որ այդ հիբրիդային պատերազմի ներքին տարրերը հավաքագրելու այդ հարթակները բաց են մինչև հիմա։ Ռոսատրուդնիչեստվոն Պրիմակովի լակոտի գլխավորած մինչև հիմա Երևանում աշխատում է, Հայաստանում աշխատում է, ամբռնազբոս ձևով, ռուսկի դոմ, Շտա, բա փակ եք, ամերիկյան համալսարանի կողքը հենց իրենց օֆիսն է։ Հուսով եմ համապատասխան մարմինները լսում են ձեզ, պարոն Մեհրաբյան, ես չեմ կարող փակել։ Այս մեր երկրի բոլոր կանիքները ձեր ձեռն է, բա գնացեք աշխատեք։ Հեռախոսի համարներն էլ գիտեք։ Այդ հաստագլուխներին զանգեք ու ասեք հաստագլուխ, պարոն, հա, այդ մի հատ նորից այդ գնացքի վրայից ջնջեք այդ Հայաստանի Հանրապետությանը ոչ վայել այդ սիմվոլիկան, հա, մարդասպանության, մարդակերության, մոլագարության, մանկապղծության, մանկագողության այդ սիմվոլները Հայաստան չպետք է երթևեկեն։ Գնացեք ձեր հոր տան պատերին նկարեք, ինչ ուզում եք, գլուխներով խփեք ձեր նկարածին այդ պատի վրա, բայց էսի չա կատարում։ Քանի որ ընտրական տարի է Հետո մեր աչքն եք մտցնում, թե կոնցեսիոներ եք։ Դուք կոնցեսիոներ չեք։ Դուք մանր խուլիգան եք ընդհանրապես։ Ինչ նման քայլերի սպասել, քանի որ ասում եմ ընտրական տարի է, մենք հասկանում ենք, որ հատկապես արտաքին ուժերը, որոնք ուզում են ազդեցություն ունենալ այստեղ ընտրությունների վրա, այս կամ այն կերպով ակտիվանալու են, տևական ժամանակ է խոսվում այդ հիբրիդային պատերազմի մասին, ինչ սպասել։ Եվ նաև Ալիևի հայտարարությանը վերադառնալով կուզենամ փոքր հավելում անել, թե արդյոք դա կապ ուներ նաև Վենեսուելայում տեղի ունեցած իրադարձությունների հետ, երբ մենք տեսանք, թե ինչպես կարող է օրինակ ավտորիտար երկրի ղեկավարը, որը շատ լավ կապեր ունի անձնական որոշ այլ ավտորիտար ղեկավարների հետ եւ այսպես շատ պաշտպանված է առաջին հայացքից թվում, բայց կարող է նման ռոպեական ճակերտավոր ասած վախճան ունենալ։ Նախ շատերին շատ բան սովորեցրեց եւ ապացուցեց ամենակարևորը, որ ռուսական երաշխիքները ոչինչ չարժեն։ Չինական երաշխիքները բարեկամությունը Չինաստանի հետ կոպեկի արժեք չունի։ Չինական ներդրումները 65 միլիարդ դոլարի չափով արժեք չունեն։ Արժեք չունեն։ Եվ ամենակարևորը, եթե դու չես խաղում օրենքներով, չես խաղում կանոններով, այո, վզիթդ կբռնեն, քաշ կտան կտանեն բանտ։
հա, նայել Գարեգին երկրորդի նման ասում ես չեմ գնում։ Լավ եմ անում, չեմ գնում։ Այստեղ չէ, ասում ես, այստեղ ես քեզ սպասում եմ։ Եկավ։ Հիմա դու կսպասես ճաղավանդակի հետևում։ Այս սա էր նշանակում։ Եվ սա, այո, Թրամփի վարչակազմը չի խորանում, դու ժողովրդավար ես, թե ավտորիտար, բայց դու պետք է խաղաս կանոններով։ Դու պետք է լինես խնդրի լուծման մաս, այլ ոչ թե լինես խնդրի մաս կամ հենց ինքնին խնդրեմ։ Գլուխ ջարդեմ։ Դրա համար էլ պաշտպանության նախարարության անունն էլ դրել է պատերազմի նախարարություն։ Դա կարելի է նաև անվանել գլուխ ջարդելու, հաստ գլուխներ ջարդելու նախարարություն, որում շատ արագ, ասենք 30 րոպե աշխատանք դելտա ստորաբաժանման կողմից եւ դու Նյու Յորքի բանդում ես։ Վերջ։ Եվ կինոն վերջանում է։ Իսկ Գարեգին երկրորդի հետ համեմատելու միտումը ո՞րն էր։ Խոսքի օրինակ։ Ուղղակի ոչ adekvat այս իրրացիոնալ այդ համառությունը, որ միշտ շատ վատ է վերջանում։ Շատ վատ է վերջանում։ Մարդ պետք է մի քիչ հասկանա, էլի։ Ինքը ինչ աշխարհում է ապրում, ինչի համար է ապրում, ինչից հետո է։ Եվ վերադառնալով ընտրական տրամաբանության մեջ, նախընտրական այս տրամաբանության մեջ ինչ սպասել է արտաքին ամենատարբեր դերակատարների կողմից։ Ամեն հնարավորը, ինչից նրանք կարող են բռնվել, նրանք բռնվելու են եւ ինչ փայտ գտնեն գետնի վրա, վերցնելու են այդ փայտը եւ մտցնելու են մեր պետության անիվների մեջ։ Հետևաբար նրանց մեր ռազմավարությունն էլ պետք է լինի այն, որ ոչ մի շանս եւ հնարավորություն նրանց պետք է չտրվի։ Ես առիթ եմ ունեցել բազմիցս մամուլի հետ իմ շփումներում այդ մասին մատնացույց անել, հա, Հայաստանը նախ եւ առաջ պետք է Ռուսաստանին զրկի հնարավորությունից մեզ վրա հարձակվել մեր ներսից։ Մենք սենց լեն ու բոլ բացել ենք էստի համեցեք ենք անում ռուսներին, հետո գնում ենք եվրոպացիներին, ասում ենք դե մեզ սովորացրեք ոնց պայքարենք հիբրիդային պատերազմի դեմ։ Ես եվրոպացի չեմ, Եվրամիությունից չեմ, փողել չեմ ուզում, ձրի խորհուրդ։ Փակեք ռուսական ազդեցությունն իր վրա կրող ցանկացած օջախ Հայաստանում։ Վերացրեք ուղղակի։ Եվ կտեսնեք, որքան կհեշտանա մեր գործը Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Ռուսաստանն էլ Ալիևի նման միանգամից կդառնա կոնստրուկտիվ։ Այն մրթմրթոցներ, գրմռոցներ, խրխռոցներ, որ մեկ-մեկ գալիս են, տարբեր հոդաբաշխ ձայներ անսթափ։ Միանգամից կվերանան, որովհետև օբյեկտիվորեն մեր տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակումը ձեռնտու է բոլորին։ Այլ հարց է, որ Ռուսաստանն այստեղ բնականաբար ոչ մի իշխող դիրք չի ունենալ եւ չի կարող ունենալ։ Ռուսաստանը լինելու է այլոց մեջ հերթականը, հա, ընդհանուր հիմունքներով, եթե ցանկանում է օգտվել կօգտվի, եթե դա չի հակասում միջազգային սանկցիոն ռեժիմին, որի տակ է Ռուսաստանը, նա կօգտվի։ Դե իսկ եթե կհակասի, ուրեմն հաջողություն։ Գնացեք, ձեր հարաբերությունները կարգավորեք միջազգային հանրության հետ եւ ձեր վագոնն առեք եկեք։ Ոնց բոլորը հենց էլ դուք ոչ ավել եւ ոչ պակաս։ Սա է տարբերակը։ Տևական ժամանակ է տեսնում ենք, թե ինչ է կատարվում Իրանում, ցույցերը գնալով ավելի լայն աշխարհագրություն են, այսպես ընդգրկում, արդեն խոսվում է 29 զոհի, 1200 ձերբակալվածների մասին եւ այս ամեն ինչի ֆոնին հետաքրքիր է կրկին արձագանքները թե Իսրայելից, թե հատկապես Միացյալ Նահանգներից, արդեն քանիցս զգուշացնում են, որ եթե զերկ բարձրացնեք ցուցարարների վրա, Միացյալ Նահանգները արձագանքելու է, Միացյալ Նահանգները պաշտպանելու է անմեղ ցուցարարներին եւ նաեւ այսօր Միացյալ Նահանգներից կրկին արձագանքեց
հիշեցին, որ Դոնալդ Թրամփը դա Բարակ Օբաման չէ, զգուշ եղեք, եթե ցուցարարներին կրկին ձեռք բարձրացնեք, արձագանքը լինելու է կոշտ, կոպիտ, արդեն պատրաստ է այդ օգնությունը, ինչ օգնության, ինչ միջամտության մասին է խոսքը։ Իսկ սենատոր Լինդսի Գրեմն էլ ասաց, մենք կգանք եւ ձեզ կսպանենք։ Եթե կրակեք ժողովրդի վրա։ Եվ աքսորիալ գահաժառանգը, որ ասում Սա ուղղակի ուղիղ մեջբերում էր։ Տեսեք այս ցույցերը, որոնք տեղի են ունենում 31 նահանգներից 28-ում Իրանի։ Խիստ ապակենտրոն են, չունեն որևէ կազմակերպական կառույց, այս շարժումը չունի։ Ինչ մենք տեսնում ենք, դա ուղղակի տարերային ելույթներ են, բայց շատ մասշտաբային։ Այս ցույցերը ճնշելու համար իրանական իշխանությունը ձևավորել էր դեռ վաղուց Բասիջ կոչվող մի կազմակերպություն, որի մեջ անձնակազմը կազմում է մոտ 1 միլիոն մարդ, այդ 1 միլիոնը չի բավարարում ուժով այդ ցույցերը ճնշելու համար։ Ես սա ասում եմ, որ մասշտաբները մենք լավ պատկերացնենք, հա։ Իրանը 1.6 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք ունեցող երկիր է, մոտ 90 միլիոն բնակչություն ունեցող երկիր է, 31 նահանգ, դրանցից 28-ում դա տեղի ունի, մեծ ու փոքր քաղաքներում։ Ըստ էության փողոցային մարտեր են գնում այդ Բասիջի եւ ոստիկանության եւ ցուցարարների միջև եւ այսպես փոփոխական հաջողությամբ սա է այսօր իրավիճակը եւ այո եթե մինչ այդ նախորդ բողոքի ալիքներին ցուցարարները միայն այսպես ասենք նեգատիվ օրակարգով էին, հա, դուրս գալիս ասենք կորչի բռնապետությունը, չգիտեմ, եւ այլն։ Ապա հիմա նաեւ կա պոզիտիվ օրակարգ։ Գահաժառանգի նկատի ունեք։ Այո, Թագաժառանգ Ռեզա Փեհլևի ընկալվում այդ հավաքականության մեջ որպես Իրանի ապագա ժողովրդավարացման համար հա թիվ 1 գործիչ։ Եվ նա էլ քիչ առաջ ես տեսա ելույթ է ունեցել, շատ լայն ժողովրդականություն է վայելում, ասենք պարսկերեն նրա 4 րոպեանոց ուղերձը Instagram-ում, ասենք 2 ժամում հավաքում է 13-15 միլիոն դիտում։ Սա ինչից է խոսում։ Հետևաբար բայց դա միանգամից չի լինի, այս խմորը դեռ երկար ջուր է քաշելու, ես ասացի, որովհետև կազմակերպական կառուցվածք չունի այս շարժումը, տարերային բնույթ է կրում, բայց այստեղ ինչն է կարևոր, որ ներգրաված է շուկան միշտ Իրանում նախ առանցքային նշանակություն ունի տնտեսության համար, իսկ սկիզբը տնտեսականն է եղել։ Շուկան միշտ իշխանամետ է, միշտ։ Եվ շուկան երբ դեմ է դուրս եկել իշխանությանը, դեմ է դուրս եկել այն ժամանակ, երբ էլ ուրիշ ճար չի ունեցել։ Մեկ եւ երկրորդը, երբ դուրս է եկել իշխանությունը փոխվել է։ Այդպես եղավ շահի ժամանակ։ Եվ մենք հիմա ենք տեսնում, որ այդպես է այսօր տեղի ունենում։ Ընդ որում որքան էլ որ իշխանությունները տեսեք, սիրաշահում են նրանց, այո, տնտեսական բան, մենք պատրաստ ենք իրենց հետ խոսել, ինչ որ բան փոխել, բայց կներեք, այս տնտեսական վիճակը հետևանք է այն քաղաքականության, որը Իրանը վարում է, այսինքն առանց պատճառի անդրադառնալու հետևանքը չի կարող լինել այլ, եթե բազային պատճառը մնում է նույնը։ Իսկ հոգևոր առաջնորդը իր ինստիտուտներով միայն սպառնում են մարդկանց։ Մարդիկ էլ կատաղում են։ Սա ուղղված չէ Փեզեշքյանի դեմ,
Որովհետև մարդիկ արդեն հույսները կտրել են նաև ուղղակի գործունակ չեն համարում ոչ նախագահին, ոչ նախարարներին, համարում են, որ իրենցից բան չի կախված։ Ամեն ինչ որոշում է գերագույն առաջնորդը։ Գերագույն առաջնորդը սպառնում է։ Ահա այսպեսի պատային իրավիճակ է եւ ամեն ինչ որոշվում է գետնի վրա, փողոցում, փողոցներում, շուկաներում, մարդկանց մտքերում, մարդկանց սրտերում, որում այս ամենը այո զանգվածային բնույթ է կրում։ Պարոն Մերհաբյան, եթե շատ կարճ դա ինչպես կարող է ազդել Հայաստան-Իրան հարաբերությունների վրա, հատկապես թրիփի մասով մենք գիտենք նաև ինչպիսի այսպես հոգևոր խորհուրդ, նաև գերագույն հոգևոր առաջնորդը ինչպիսի վերաբերմունք ունի իրենց դիրքորոշումը, այսինքն այստեղ որևէ բան կարող է փոխվել, ավելի կոշտանալ կամ հակառակառու մարդ է, հա, եւ կապը կորցրել է իրականության հետ եւ բան է խոսում էլի, ասենք 80-անց մարդ է, սրտ նեղված, կոգնիտիվ դիսոնանսի մեջ, բայց մենք պետք է այստեղ առաջնորդվենք արտգործնախարարության դիրքորոշմամբ, արտգործնախարարությունը մենք տեսնում ենք լոյալ է այն քայլերին, որոնք ձեռնարկում է Հայաստանի Հանրապետությունը եւ այլ տարբերակ չի կարող լինել։ Ուրեմն ցանկացած Իրան, ցանկացած Հայաստան, ցանկացած քաղաքական կառուցվածքի օբյեկտիվորեն ունեն բազմաթիվ համընկնող շահեր եւ սա իրականությունն է։ Եվ սա մենք պետք է այո որպես այսպես բազային դրույթ, հա, մենք սրանից ելնելով պետք է շարունակենք կառուցել մեր հարաբերությունները շատ լավ իմանալով այն պարզ ճշմարտությունը, որ նույնիսկ Թրամփը սպառնում է Իրանին, թե Գրեմն է սենատոր սպառնում, բայց Թրիփը կապ չունի դրա հետ, էլի։ Ասենք այդ սպառնալիքներն իրականություն դարձնելու համար Թրիփ պետք չի։ Պարսից ծոցում ամերիկյան նավատորմն է, Դիեգո Գարսիայում ամերիկյան ռազմաբազան է, ռազմաօդային։ Էլ չեմ ասում, երբ 12-օրյա պատերազմի ժամանակ Իրանի միջուկային օբյեկտները ռմբակոծվեցին, ինքնաթիռները եկան Միացյալ Նահանգների տարածքից, ռմբակոծեցին ու վերադարձան Միացյալ Նահանգների տարածք։ Այնպես որ այս վախերը չափազանցված են եւ ընդհանրապես կապ չունեն իրականության հետ, իսկ Հայաստանի Հանրապետությունն էլ անկախ նրանից, թե որ թոշակառու պապիկ ինչ կուզենա խոսի, կդժգոհի, չգիտեմ, ինչեր կասի, բայց մենք ունենք մեր շահերը եւ մենք պարտավոր ենք առաջնորդվել մեր շահերով, անկախ նրանից, թե ում դուրը կգա, ում դուրը չի գա։ Շնորհակալ եմ, պարոն Մերհաբյան։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մերհաբյանի հետ։ Կհանդիպենք։